Բարև ձեզ հարգելի գործընկերներ, սկսում ենք մայիսի 5-ի գործակարգավարական խորհրդակցությունը, մինչ մեր բուն հարցերին անդրադառնալը, հարգելի գործընկերներ, սիրելի երևանցիներ, ուզում եմ խոսել նախորդ շաբաթ նոր վարչական շրջանի շենքում տեղի ունեցած միջադեպի մասին։ Եվ պարոն Մարգարյան, կարծում եմ, որ դուք էլ նույնպես կարիք կունենաք խոսելու այս թեմայի մասին։ Նախ եւ առաջ ուզում եմ ասել, որ բռնության որևէ ձև, լինի դա ֆիզիկական բռնություն, լինի բռնությունը խոսքով, վիրավորանքով, սադրանքով, մեզ համար անընդունելի է։ Երևանի քաղաքապետարանի յուրաքանչյուր աշխատակից եւ մասնավորապես վարչական շրջանի ղեկավարները, ովքեր որ Երևանի քաղաքապետի ներկայացուցիչներն են տվյալ վարչական շրջանում, պարտավոր են ցուցաբերել զսպվածություն, պարտավոր են ցուցաբերել զսպվածություն կյանքի բոլոր պարագաներում։ Սադրանքները միշտ կան, ամենուրեք են եւ միշտ կլինեն։ Անընդհատ որևէ մեկը որևէ մի թեմայով, որևէ մի սուտ կասի եւ այդ սուտը վստահաբար մենք կարող ենք որպես սադրանք ընդունել, բայց այնուամենայնիվ ես դատավորի դեր չեմ ստանձնելու, հարգելի գործընկերներ, կա քրեական գործ եւ նաեւ քրեական գործի էությունը ցույց է տալիս, որ կա նաեւ երկրորդ կողմ, այնուամենայնիվ, այսինքն կա խուլիգանության հոդվածով անձինք, ովքեր որ ներգրաված են եւ վարույթ է իրականացում։ Այս բան Տեր Մարգարյան, կարծում եմ դուք պետք է ասելիք ունենաք տեղի ունեցածի վերաբերյալ։ Պարոն քաղաքապետ, հարգելի գործընկերներ, սիրելի երևանցիներ, այո, տեսարանը ոչ հաճելիներից էր եւ կարծում եմ, որպես վարչական շրջանի ղեկավար չպետք է տրվեի սադրանքին, պետք է առավելագույնս պահպանեի զսպվածություն։ Ցավում եմ տեղի ունեցածի համար եւ ձեզանից, պարոն քաղաքապետ, եւ մեր հանրությունից եւս մեկ անգամ հայցում եմ ներողամտություն եւ հավատացնում եմ, որ դրանից հետո ես ինքս եկել եմ բազմաթիվ եզրահանգումների։ Շնորհակալություն։ Ես իհարկե գնահատում եմ, պարոն Տեր Մարգարյան, ձեր խոսքը եւ համարում եմ, որ շատ կարևոր է հաստատել մեր թիմի վարքականոնը, որովհետեւ նմանատիպ սադրանք, ինչպես տեսնում ենք, որ այս միջավայրում տեխնոլոգիաների եւ այսպես ասած TikTok-յան հիթ դառնալու մոլուցքով շատերը ել ավելի մեծ եռանդով փորձելու են նմանատիպ սադրանքներ իրականացնել։ Սա չի նշանակում, որ մեր որևէ մկան ավել շարժում պետք է կատարի։ Եվ մկան նկատի չունեմ բիլակները, նկատի ունեմ ունքը։ Մեր որևէ արձագանք չի կարող լինել չզսպված նմանատիպ սադրանքներին։ Նորից կրկնեմ, ես այն մյուս հատվածին գնահատական չեմ ուզում տալ, այսինքն այն, որ Երևանի քաղաքապետարանը մոտավորապես 100 պրոյեկտ ունի մանկապարտեզների, տարատեսակ պրոյեկտներ, բակերի հիմնանորոգման, այդ 100-ից արդեն մոտավորապես 40-ը ավարտին է հասցրել։ Ու տարբեր փուլերում են այդ պրոյեկտները, այդ 100-ի մեջից այո, մի 4-5 հատը խնդրահարույց են վստահաբար, բայց այդ խնդիրներն է կլուծենք։ Հələ դեպք չի եղել, որ Երևանի քաղաքապետարանը ընդունի աշխատանք, որը որ պատշաճ որակով չի արվել։ Եվ նաև այն հանգամանքը, որ այդ մանկապարտեզի հետ դուք, պարոն Տեր Մարգարյան, որևէ կապ չունեք։ Այսինքն ոչ այդ աշխատանքների հետ կապ ունեք, ոչ այդ աշխատանքները ընդունելու հետ, ես այդ սա հասկանում եմ։ Ես ուզում եմ այս հատվածն հատուկ առանձնացնել, այո, դա սադրանք է։ Այդտեղ կա առելի ծավալի սուտ, այդտեղ եղել է վիրավորանքներ, այո, պարոն Տեր Մարգարյան։ Բայց ամեն դեպքում ամեն օր ինչ որ մեկը ինձ վիրավորում է։ Ինձ, բոլորիս, ամեն մեկիս անհատապես ինչ որ մեկը վիրավորում է։ Թևերներս չեն քշտում գնում իրանց ծեծելու։
դա մեր վարքականոնը չի, դա չի կարող լինել մեր վարքականոնը։ Այնուամենայնիվ գնահատում եմ ձեր խոսքը, եւ ես հուսով եմ, որ երևանցիները նույնպես կգնահատեն, իսկ քրեական գործը արդեն իր ընթացքով կգնա եւ դատարանը կորոշի, ով է ճիշտ եւ ով սխալ։ Պարոն Մխիթարյան, դուք մի հայտարարություն եք արել, որի մասին մենք խոսել ենք առանձին, բայց ես ուզում եմ այս տարանջատումներն էլ որոշակիորեն հստակեցնել, հարգելիներս, այս սենյակում նստած բոլոր մարդիկ գործադիր մարմնի անդամներ են, Երևանի քաղաքապետարանը կուսակցական կառույց չի, Երևանի քաղաքապետարանը, այո, քաղաքական պաշտոններում ունի կուսակցականներ, ովքեր որ ելնում են իրենց կուսակցության քաղաքական գաղափարախոսությունից, բայց այնուամենայնիվ հարգելիներս, ուզում եմ կրկին անգամ բոլորիդ հիշեցնել, նամանավանդ ձախ կողմում նստած բոլոր իմ հարգելի գործընկերներին, դուք բոլորդ Երևանի քաղաքապետի ներկայացուցիչներն եք ձեր վարչական շրջաններում, իմ ներկայացուցիչներն եք ձեր վարչական շրջաններում, եւ համապատասխանաբար ես պետք է ձեզանից խնդրեմ եւ պահանջեմ ձեր հայտարարություններում առաջին հերթին ելնեք դրանից, որովհետեւ մենք կուսակցական կարող ենք լինել շատ երկար ժամանակ, բայց ձեր պաշտոնները այս պայդրությամբ, այո, կուսակցական հենքը հաշվի առնելով, գաղափարական հենքը հաշվի առնելով, ձեր այսօրվա պաշտոնը ծառայությունն է Երևան քաղաքին եւ երևանցիներին, ձեր վարչական շրջանում, առաջին հերթին ձեր ծառայությունը պետք է լինի ձեր համար գերակա, եւ հետեւապես ասում եմ, ձեր հայտարարություններում մաքսիմալ զգուշություն ձեզանից պահանջեմ եւ խնդրում եմ, պարոն Մխիթարյան ջան, մենք խոսել ենք սրա մասին, ձեր հայտարարությունը սխալ հայտարարություն էր, որովհետեւ Երևանի քաղաքապետը ամենայն հարգանքով հարգելիներս չի կարող զուտ միայն կուսակցական տրամաբանությունից ելնի կամ գործընկերային կամ մեկին սիրում է կամ մեկին չի սիրում, տարբեր պատճառներով որևէ մեկը կարող է դուրս գալ աշխատանքից եւ մեկ այլ մեկը ընդունվել աշխատանքի, ես հուսով եմ մենք իրար հասկացանք